Հարկ Տիրոջ այսօրվա համար սիրելի եկեղեցի ողջունում եմ ձեզ։ Մեր Աստված շատ մեծ է եւ նա տիրում է երկնքի եւ երկրի վրա։ Նրա կամքը երկնքում կատարյալ է։ Մենք պետք է մեր սրտերը բացենք, մենք պետք է տրվենք նրան, որպեսզի նրա կամքը նաեւ լինի մեր կյանքերում։ Պողոս առաքյալը այսպիսի մի հատ բան ասում, որ Աստծո շնորհքը ունայն չեղավ ինձանում։ Գրված է ինչ որ է Աստծո շնորհքով եմ եւ ասում է Աստծո շնորհքը ինձանում ունայն չեղավ։ Աստված այսօր ամեն մեկից տվել է իր շնորհքը։ Ամեն մեկից Աստված առատապես տվել է իր շնորհքը։ Ուղղակի մենք պետք է աշխատենք, որպեսզի իր շնորհքը մեր մոտ ունայն չլինի մեր կյանքում։ Ինչպես որ Պողոսն ասում, ես շատ աշխատեցի, բայց ոչ թե ես, այլ Աստծո շնորհքը։ Մենք պետք է աշխատենք, որպեսզի Աստծո շնորհքը մեր կյանքում ունայն չլինի, զուր չլինի, այլ Աստծո շնորհքը մեր կյանքում մեծ գործ կատարի։ Ինչպես Սերմնացանի առակում խնդիրը նրանում չէր, թե ինչ սերմ էր ընկնում հողի մեջ։ Խնդիրը նրանում էր, թե որտեղ էր սերմը ընկնում։ Այդպես էլ Աստծո շնորհքի մեջ չի խնդիրը, Աստծո խոսքի մեջ չի խնդիրը։ Աստված չի ընտրում, թե ում կյանքում ինչպես գործի, ինչքան գործի, այլ մենք ենք ընտրում, թե մեր սիրտը ինչքանով բացենք Աստծո առաջ, որովհետև Աստված իր ներկայությունը առատապես շնորհել է մեզ։ Իր շնորհքը առատապես շնորհել է մեզ։ Մենք ենք որոշում, թե ինչքան ընդունենք իր շնորհքը, իր ներկայությունը մեր կյանքում։ Այսօրվա իմ խոսքի վերնագիրը այսպես եմ դրել. սահմանից այն կողմ։ Մաղաքիայի մարգարեությունում այսպիսի մի բան է գրված, որ մեծ է Իսրայելի Տերը, գրված է, որ մեծ է Իսրայելի Տերը Իսրայելի սահմանից վեր, Իսրայելի սահմանից այն կողմ։ Մենք մեր կյանքում կարող ենք ինչ-որ սահմաններ գծել մեր հոգևոր կյանքում։ Եվ էլ չուզենանք այդ սահմաններից անցնենք։ Հոգևոր կյանքում կան սահմաններ, որ չպետք է անցնենք։ Դա մեղքի սահմանն է, դա անօրենության սահմանն է, որ մենք երբեք չպետք է անցնենք։ Բայց մենք կարող ենք նաև մեր կյանքում գծել սահմաններ, որ դրանք չուզենանք էլ անցնել։ Չուզենալ էլ անցնենք ավելի խոր Աստծո ներկայության մեջ։ Չուզենալ էլ անցնել ավելի խոր Աստծո գիտության մեջ։ Եվ մի խոսք ուզեմ կարդամ Հովհաննեսի ավետարանից առաջին գլխից, առաջին գլուխ 16-րդ խոսք։ Եվ նրա լիությունից մենք բոլորս շնորհի վրա շնորհ ստացանք։ Ուրիշ թարգմանությունում գրած է շնորհի տեղ շնորհ ստացանք։ Նրա լիությունից մենք շնորհի վրա շնորհ ստացանք։ Գիտեք, Աստծո ամբողջ լիությունը տրված է մեզ։ Հիսուս Քրիստոսի ամբողջ լիությունը հիմա տրված է մեզ Սուրբ Հոգու միջոցով։ Մենք ունենք Հիսուս Քրիստոսի ամբողջ լիությունը։ Աստված մեզ չի սահմանափակում։ Աստված մեզ իրեն չի սահմանափակում մեզ համար։ Աստված չի սահմանափակում մեզ իր մոտ գնալ։ Այդ մենք ենք, որ մեզ սահմանափակում ենք։ Գիտեք, մարդիկ կարան անսահման Աստծուն, այդքան մեծ Աստծուն իրենք սահմանափակեն իրենց համար։ Սահմանափակ մարդիկ կարող են սահմանափակել անսահման Աստծուն իրենց կյանքում։ Բայց գրված է, որ մեզ տված է Հիսուս Քրիստոսի ամբողջ լիությունը։ Դուք պատկերացրեք Հիսուս Քրիստոսը ինչ մեծ է։ Մենք չենք կարող միջև վերջ հասկանալ նրա լիությունը։ Բայց Հիսուսը այդքան մեծ լինելով նա մեզ տվել է իր ամբողջ լիությունը։ Եվ գրված է, որ մենք շնորհի վրա շնորհ ստացանք։ Գիտեք, մենք ենք ընտրում, թե այդ ամբողջ լիությունից ինչքան վերցնենք։ Հիսուս Քրիստոսը տվել է մեզ իր ամբողջ լիությունը։ Մենք ենք ընտրում, մենք ենք որոշում մեր վարմունքով, թե շնորհից ինչքան վերցնենք։ Մի պատմություն կա Հիսուսի մոտ, Հիսուսի հետ կապված, որ ինքը գնում է Բեթեսդայի ավազան, որ Բեթեսդայի ավազանը մի տեղ էր, որ հրեշտակը ժամանակ առ ժամանակ իջնում էր, այդ ավազանի ջրերը խառնում էր, եւ ով որ առաջինը նետվեր իր խառնելուց հետո այդտեղ կբժշկվեր, ինչ որ հիվանդություն ունենար։ Հիսուսը գնում է այնտեղ։ Հիսուսը մոտիկանում է մի սահմանափակ մարդու այդ ժամանակ։ Մի կաղ 38 տարի այդտեղ մնացել էր։ 38 տարի ինքը հիվանդ էր, չգիտենք ինչքան էր այդ ավազանի մոտ մնացել, փորձել մտնել առաջինը, բայց ինքը 38 տարի գրված է, որ հիվանդ էր։ Հիսուսը մոտենում է մի սահմանափակ մարդու, որ ինքը ուներ սահմանափակ միտք։ Իհարկե նա մեղավոր չէր դրա համար։ Ինքը մոտեկանում է այդ մարդուն եւ այսպեսի մի հարց է տալիս, ասում է՝ ուզում ես բժշկվել։ Այդ մարդը կարող իր մտքի մեջ ասել, այսինչ հարց ես տալիս։ Ինչպես թե ուզում ես բժշկվել, չես տեսնում իր վիճակը։ Բայց նա Հիսուսին Տեր անվանեց եւ ասեց՝ Տեր, մարդ չունեմ, որ երբ որ ջրերը խառնվում է, ինձ գցի ջրի մեջ։ Գիտեք, իր միտքը այնքանով էր աշխատում, որ իր միտքի մեջ այն էր, որ ինքը պետք է հանգներ ջրի մեջ նոր բժշկվեր։ Իր միտքը սահմանափակ էր։ Ինքը չէր պատկերացնում, թե իր առաջ ով է կանգնած։
Ինքը չէր պատկերացնում, որ իր առաջ ամբողջ զորությունով Հիսուս Քրիստոսն է կանգնած, որ իրան կարող է բժշկել։ Իր պատկերացումը այն էր, որ ինքը պետք է ընկնի ջրի մեջ, ինչ որ մեկը գցի իր ջրի մեջ, նոր ինքը բժշկվի։ Դրա համար կարծես ինքը Հիսուսին ակնարկ է անում, ասում է ես մարդ չունեմ, որ ինձ գցի ջրի մեջ։ Օգնիր ինձ, որ ես առաջին ընկնեմ ջրի մեջ։ Բայց Հիսուսը իրան տանում է անսահմանության մեջ։ Հիսուսը իրան մի բան է ասում է վերցրա մահիճդ եւ գնա քո տունը։ Այդ մարդը 38 տարի հիվանդ էր, այդ մարդը 38 տարի սահմանափակ ապրել էր շատ վատ կյանքով, ապրել էր իր այն ամենավատ տարիները կաղ լինելով, բայց Հիսուսը իրան մի հատ sense խոսք ասում է վերցրա մահիճդ եւ գնա քո տունը։ Գիտեք, դրանից հետո Հիսուսը իր համար դառավ հեղինակություն։ Հիսուսը իր համար արդեն սովորական մարդ չէր, որ ասում էր ուզում ես քեզ բժշկեմ։ Արդեն ինքը Հիսուսը իր համար դառավ հեղինակություն, որովհետեւ երբ որ հрьяաները ասցին շաբաթ օրը ես մահիճդ վերցրել, դու չես կարող շաբաթ օրը մահիճդ վերցնել, դու պետք է շաբաթ օրը ոչ մի գործ չանես։ Իրան արդեն չէր հետաքրքրում հрьяաների ասածը։ Հիսուսն էր արդեն իր համար հեղինակություն դարձել։ Եվ նա ասեց, նա ով որ ինձ բժշկեց, նա ասեց վերցրա մահիճդ եւ քայլիր։ Նրա համար արդեն կարևոր չէին հрьяաների ասածները։ Թեկուզ նրանք կհալածային, թեկուզ նրանք կմեղադրեին։ Նա ասեց Հիսուսն է ինձ ասել, չնայած որ ինքը դեռ Հիսուսին չէր ճանաչում, Հիսուս անունը չտվեց։ Ասեց նա ով որ ինձ բժշկեց, ասեց մահիճդ վերցրա եւ քայլիր։ Հիսուսը դառավ իր համար հեղինակություն։ Արդեն Հիսուսի խոսքն էր իր համար հեղինակություն, որովհետեւ ինքը միջև այդ սահմանափակ էր։ Ինքը միջև այդ գիտեր, որ Բեթեսդայի ավազանն էր նրա փրկությունը։ Իրականում դա վատ բան չէր, էլի Աստծո տված բան էր, Աստծո հրաշքն էր, որ հրեշտակը գալիս էր ժամանակ առ ժամանակ այդ ավազանը խառնում էր ու մարդիկ կարողանում էին բժշկվել։ Դա հոգևոր բան էր, հոգևոր իրողություն էր։ Մենք է շատ ժամանակ կարող ենք հոգևոր իրողությունների մեջ սահմանափակ լինել։ Կարող ենք ինչ-որ բան իմանալ, տարիներով մի հատ գիտելիք ունենալ հոգևոր, տարիներով ինչ-որ իրողության մասին իմանալ հոգևոր։ Բայց այդքանով մենք սահմանափակ լինենք այդ հոգևորի մեջ։ Բայց Հիսուսը Աստված կանչում է մեզ անսահմանության մեջ, որովհետև իր խոսքի մեջ կա անսահմանություն, իր գիտության մեջ կա անսահմանություն։ Ինչ է կատարվում մեր գծած սահմանից այն կողմ, սիրելի եկեղեցի։ Այն սահմանը, որ մենք ենք գծել եւ թույլ չենք տալիս, որ Աստված անցնի այդ սահմանից եւ չենք ուզում մենք անցնել այդ սահմանից, ինչ է կատարվում այդ սահմանից այն կողմ։ Իրականում այդ սահմանից այն կողմ կանգնած է Հիսուսը իր ամբողջ փառքով։ Կանգնած է Աստված, Հայր Աստված իր ամբողջ ներկայությունով, այդ սահմանից այն կողմ ինքն է կանգնած։ Ում է սպասում է, որպեսզի մենք մեր գծած սահմանը անցնենք եւ ավելի մոտենանք իրեն, որովհետեւ գրված է, որ մոտեցեք ինձ եւ ես կմոտենամ ձեզ։ Իրականում այդ մոտենալու չափ չկա, Հիսուսը չի ասում այսքան մոտեցիր ինձ կամ այսքան մոտեցիր։ Ինչքան որ մոտենաս, Աստված էլ ավելի մոտենալու է քեզ։ Աստված էլ ավելի բացելու է իր երեսը, Աստված էլ ավելի բացելու իր հայտնությունը, իր խոսքը քո կյանքում։ Շատ մարդիկ սահմանափակում են Աստծուն, հասել են ինչ-որ կետի հոգևոր կյանքում։ Ու չեն ուզում դրանից առաջ գնալ։ Շատ ցավալի է, Աստված էլ է ցավում սրա համար։ Որ նրանք չեն ուզում առաջ գնալ, բայց Աստված մեզ կանչում է անսահմանության մեջ, որտեղ ինքը անսահման է։ Իրականում մենք չենք կարող Աստծուն լրիվ հասկանալ, մենք չենք կարող հոգևոր կյանքը ամբողջովին հասկանալ, մենք չենք կարող կատարյալ դառնալ, բայց ինչպես ավետարանն է ասում, մենք պետքա ձգտենք դեպի այդ կատարյալին։ Մենք պետքա երբեք չհասնենք ինչ-որ կետի եւ ասենք վերջ այսքանը հերիք է։ Վերջ ես Կիրակի օրերը գալիս եմ, վերջ ես խմբակի գնում եմ այսքանը հերիք է։ Վերջ ես փրկված եմ այսքանը հերիք է։ Ոչ, Հիսուսը ուզում է մեզ տանել իր անսահմանության մեջ, իր խորությունների մեջ, իր լայնությունների մեջ, որպեսզի մենք հասկանանք իր միտքը, հասկանանք իր խոսքը ել ավելիով։ Ինչպես ծովում, գիտենք, որ նշան են գծում, չէ՞, բույոկ ենք ասում, դա ռուսերեն բառ է։ Նշան են գծում, որ մարդիկ դրանից չանցնեն։ Բայց մարգարեությունում մենք գիտենք, որ մի բան է գրված այդ մարգարեությունում, որ երբ որ ես ջրերից անցա, մարգարեն ասում է, երբ որ սկզբից կրունկներից էր, հետո ծնկներից էր, հետո մեջքից էր, երբ որ ասում է ես անցա, ասում է արդեն ջրերը ինձ տարան։ Կարանք մենք էլ այտենց գծենք։ Գիտեք, մարդիկ կան, որ հոգևոր կյանքում, ինչպես ծովում որոշներն են անում, ուղղակի ոտքերն են թռչում։ Մարդիկ կան ուղղակի մտնում են իրենց մարմնի կեսը թռչում են դուրս են գալիս։ Մարդիկ կան մտնում են լողանում են այստեղ իրենց որ չխորտակի ու նորից դուրս են գալիս։ Մարդիկ կան, որ շատ լավ լողորդներ են եւ գնում են ծովի խորքերը։ Եվ այդտեղ ջուրն է արդեն իրենց տանում որ թե իրանք, որտեղ իրենց ոտքերը գետնից կտրված են։ Իրականում Աստված անսահման է։
Ծովն էլ համեմատում ասրան, բայց ծովը ինչ որ սահման ունի անգամ։ Բայց Աստված հոգևոր կյանքը անսահման է եւ մենք կարող ենք գնալ։ Այդ սահմանները, որ մենք մեր համար գծել ենք, պետք է քանդենք այդ սահմանները եւ գնանք Աստծո ներկայության խորքերը։ Մի պատմություն էլ կա, որ Հիսուսը էլի ասեց, Հիսուսը խոսեց մեկի հետ, երբ որ Մարիամի եւ Մարթայի եղբայրը Ղազարոսը մահացել էր, Հիսուսը եկավ Մարթայի մոտ, Հիսուս եկավ Մարիամի եւ Մարթայի մոտ եւ Մարթան նրան ընդառաջ գնաց եւ սկսեց խոսել Հիսուսի հետ։ Ասեց Հիսուս, եթե այստեղ լինեիր, իմ եղբայրը չէր մահանա։ Գիտեք, Մարթան հավատացյալ կին էր էլի։ Ինքը հավատում էր Հիսուսին, ինքը հավատում էր Աստծուն։ Անկամ նա գիտեր վերջին հարության մասին, որ վերջում բոլորս հարություն ենք առնելու։ Նա շատ հավատացյալ էր, որ Հիսուսը նրան ասեց. «Քո եղբայրը հարություն կառնի», նա ասեց. «Գիտեմ Հիսուս, որ հարություն կառնի, վերջին օրը բոլորի հարության հետ նա հարություն կառնի»։ Բայց Հիսուսը նորից իր այդ սահմանափակ միտքը մեծացրեց։ Հիսուսը նոր գիտություն նրան տվեց։ Ասեց. «Մարթա, ես եմ հարությունը եւ կյանքը։ Դու կարիք չունես սпасելու վերջին հարությանը»։ Ասեց. «Ես եմ հարություն եւ կյանքը, քո եղբայրը հենց հիմա էլ կարող է հարություն առնել»։ Եվ գիտենք հաջորդ դրվագում ինչ պատահեց։ Էլի Մարթան հոգևոր գիտելիք ուներ։ Մարթան այդ հոգևոր գիտելիքը ուներ, հնարավոր շատ մարդիկ այդ ժամանակաշրջանում չիմանային, որտեվ դա այդքան էլ բացված չէր։ Կարող ամեն մի հրյա չիմանար դա, որ վերջում բոլորը հարություն են առնելու, բայց Մարթան ասեց վերջին օրը հարություն կառնի իմ եղբայրը, բայց Հիսուսը նրան տարավ մի նոր գիտելիքի մեջ։ Մենք բոլորս ինչ որ բաներ գիտենք, ինչ որ գիտելիքներ գիտենք, ինչ որ սովորություններ ունենք տարիներով եկած, բայց Հիսուսը ուզում է տանել մեզ նոր գիտության մեջ։ Իրականում Աստվածաշունչը շատ խորն է, Աստվածաշունչը անսահման է։ Գիտեք, Աստվածաշունչը ունի էջեր, այսպես գրված է։ Օրինակ իմ Աստվածաշունչում որ նայում եմ գրված է 1210 էջ։ Բայց Աստվածաշունչը անսահման է, Աստծո խոսքը անսահման է։ Մենք չենք կարող մեր կյանքի մինչև կյանքի վերջ հասկանանք Աստծո խոսքի ամբողջ խորությունները։ Եվ մենք պետք է Աստծո գիտության մեջ էլ խորանանք։ Պողոսը որ ասում է Աստված Հիսուսը ընտրեց ինձ հետինից առաքյալներից, ասում է որպեսզի հեթանոսներին պատմեմ Քրիստոսի անքննելի հարստությունը։ Այսինքն ինքը քարոզում էր մի հարստություն, որ ինքն էլ էր հասկանում, որ դա անքննելի է։ Պատկերացեք Պողոսը ինչքան քարոզներ արեց, մենք այդ քարոզները կարդում ենք, բաներ ենք սովորում, ինչքան նամակներ գրեց եկեղեցիներին, մենք կարդում ենք, հայտնություններ ենք ստանում, բայց նա ասաց, որ այս ինչ որ ես ասել եմ, էսի անքննելի հարստություն է։ Անկամ Պողոսի պես առաքյալ ասում է մենք շատից քիչը գիտենք, շատից քիչն ենք մարգարեանում։ Եթե Պողոսի պես առաքյալը ասում է, որ մենք շատից քիչը գիտենք, մենք ինչքան պետք է ձգտենք, որ այդ իր իմացած քիչը գոնե իմանանք Աստծո խոսքից։ Աստծո խոսքը անսահման է եւ Աստված իր անսահման Աստծո խոսքը, իր անսահման խոսքը տվել է մեզ, որպեսզի մենք խորանանք, որպեսզի մենք աճենք իր գիտության մեջ։ Մի հատված կուզեմ կարդալ 5 կտակարանից, 4-րդ Թագավորաց 4-րդ գլուխ, 4-րդ Թագավորաց 4-րդ գլուխ, 4-րդ խոսքից։ Կարճ պատմեմ, թե ինչ պատմություններ այստեղ նոր կարդամ։ Ուրեմն մի որբևայրի գալիս է Եղիսեի մոտ, Եղիսեն գիտենք, որ Աստծո օծյալ մարգարե էր, զորավոր մարգարե էր, եւ մի որբևայրիկին գալիս է իր մոտ, ասում է իմ ամուսինը մահացել է եւ ես 2 որդի ունեմ եւ իմ պարտապանները, իմ պարտքի տերերը գալիս են ասում են, որ 2 որդիների ծառա կվերցնեմ, որտեվ ես չեմ կարողանում իմ պարտքը տալ։ Անգելանելի իրավիճակում էր այս կինը ու ինքը գալիս է Աստծո մոտ, Աստծո մարդու մոտ իր հարցի պատասխանը ստանալու։ Ու Եղիսեն շատ հետաքրքիր բան է իրան առաջարկում։ 3-րդ խոսքից կարդանք։ Եղիսեն ասաց. «Գնա դրսից քո բոլոր դրացիներից դատարկ ամաններ ուզիր եւ քիչ չհավաքես, եւ տունդ մտիր ու դուռը փակիր քո ետևից եւ քո որդիների ետևից։ Յուղը լցրու այդ բոլոր ամանների մեջ եւ վերցրու լցվածները։ Կինը գնաց նրա մոտից եւ դուռը փակեց իր ետևից ու իր որդիների ետևից։ Նրանք ամաններ էին տալիս եւ նա լցնում էր։ Եվ երբ ամանները լցվեցին, իր տղային ասաց. «Էլի աման տուր ինձ»։ Եվ նրան ասաց. «Էլ աման չկա»։ Եվ յուղը դադարեց։ Եվ կինը եկավ ու պատմեց Աստծու մարդուն։ Նա էլ ասաց. «Գնա յուղը ծախիր եւ պարտքդ վճարիր, իսկ մնացածով ապրեք դու եւ քո տղաները»։ Աստծո մարդը շատ հետաքրքիր բան է իրան առաջարկում։ Իր տանը կար մի աման յուղ, բայց Եղիսեն իրան այսպիսի բան առաջարկեց։
Ասեց գնա հավաքիր քո հարևանների տներից ինչքան աման կարողանաս հավաքես։ Մի բան շեշտեց, ասեց քիչ հանկարծ չհավաքես։ Երևի Եղիսեն ենթադրեց, որ այս կինը կարողա այդքան հավատքով չվերաբերվի իր Աստծին, այդքան լուրջ չվերաբերվի։ Շեշտեց, ասեց հանկարծ քիչ չհավաքես։ Նա սկզբից չէր ասել, թե ինչ պետք է անի։ Ասեց գնա հավաքիր ինչքան որ աման գտնես քո հարևաններից եւ բեր։ Եվ այդ բոլոր ամանները կինը լցրեց յուղով, իրականում բացարձակ հրաշք տեղի ունեցավ։ Բոլոր մարդկային օրենքներից, չգիտեմ, ֆիզիկայի օրենքներից վեր հրաշք տեղի ունեցավ, որ մի աման յուղը լցվեց բոլոր աման յուղերի մեջ։ Իրականում գրված չի ինքը քանի աման հավաքեց։ Պատկերացնենք ինքը հավաքել էր 200 աման։ 200 աման յուղ ունեցար։ Եթե ինքը հավաքեր 1000 աման, կունենար 1000 աման յուղ։ Եթե հավաքեր 2000 աման, կունենար 2000 աման յուղ, որովհետև գրված է, երբ որ ամանները վերջացավ, յուղն էլ վերջացավ։ Սիրելի եկեղեցի, Աստծո մոտ անսահման յուղ կա։ Աստծո մոտ անսահման օծություն կա։ Աստծո մոտ անսահման շնորհք եւ օրհնություն կա։ Մենք պետք է ուղղակի մեր ամանները շատացնենք։ Մենք պետք է բացվենք Աստծո համար։ Մենք պետք է բացվենք Աստծո համար եւ իրանից ստանանք այդ օրհնությունները, ստանանք այդ շնորհքը։ Իրականում Աստծո շնորհքը շատ մեծ է։ Հիսուսի շնորհքը ոչ միայն մեզ տալիս է փրկություն, ոչ միայն տալիս է դժոխքից ազատագրում, ոչ միայն տալիս է մեղքերից ազատագրում, այլ Աստծո շնորհքը մեզ նաև տալիս է զորություն։ Մենք հիմա որ կարողանում ենք հոգևոր կյանք ապրել, դա մեր շնորհքը չի։ Դա Աստծո շնորհքն է։ Հիսուս Քրիստոսի շնորհքն է, որ մենք կարողանում ենք Աստծո պատվիրանների մեջ մնալ, Աստծո պատվիրանները պահել։ Մենք կարող ենք այդ Աստծո անսահման շնորհքը, ինչպես որ գրված էր Հովհաննես առաջին գլխում, որ ասում է նրա լիությունից մենք շնորհք ստացանք։ Այդ լիությունը տրված է մեզ։ Ու մենք ենք ընտրում, թե ինչքան աման հավաքենք մեր համար, ինչքան որ շատ աման հավաքենք, Աստված այնքան ավելի շատ կօրհնի մեզ, Աստված ավելի շատ մեզ կհայտնի իրան, Աստված ավելի շատ մեզ կառաջնորդի իր ներկայության մեջ։ Իրականում ես ասեմ, որ այդ ամաններից մեկը կարա լինի մեր 10-րդը եւ ընծան։ Եթե մենք մեր դրամապանակը փակում ենք Աստծո առաջ, փակ դրամապանակը Աստված չի կարող լցնել։ Բայց եթե մենք բացենք մեր դրամապանակը, Աստված կլցնի առատապես։ Աշխարհը սենց է, եթե դու 10, քո մոտ կքչանա, աշխարհում այսպես է աշխարհային օրենքներով, բայց Աստծո մոտ այլ է։ Եթե դու 10, քո մոտ ավելի կշատանա։ Դա է հոգևոր կյանքը։ Ուրիշ աման կարող է լինի մեր համար մեր խոնարհությունը։ Աստված հպարտներին հակառակ է կենում, բայց խոնարհներին իր շնորհքն է տալիս։ Աստված խոնարհներին իր շնորհքն է տալիս եւ առատապես է տալիս։ Եթե մենք խոնարհվենք Աստծո առաջ, ինքը կտա իր շնորհքը առատապես մեզ։ Գիտեք հպարտի մտածելակերպը ո՞րն է։ Հպարտի մտածելակերպը այս է, որ ես բավական շատ արդեն ունեմ, էլ ինձ պետք չի։ Ես շատ ունեմ, էլ ինձ պետք չի։ Իսկ խոնարհի մտածելակերպը հակառակն է։ Ես քիչ ունեմ, ես դեռ շատ տեղ ունեմ լցվելու։ Ես դեռ շատ բան ունեմ սովորելու, ես դեռ շատ առաջ գնալու ունեմ։ Ու երբ որ մենք այս մտքով գանք Աստծո առաջ, որ Տեր, ես դեռ շատ բան ունեմ քեզանից սովորելու։ Տեր, ես դեռ շատ ունեմ քեզանից լցվելու, ես դեռ շատ ունեմ քո ներկայության մեջ առաջ գնալու։ Աստված իր շնորհքը կտա առատապես, որովհետև Աստված ամբարտավաներին հակառակ է կենում։ Պատկերացրեք, զորավոր Աստված, այդքան զորավոր Աստված ասում է, որ ես ինչ որ մեկին հակառակ եմ կենում։ Իրականում շատ վատ բան է, վայ հպարտներին, որովհետև Աստված հպարտներին հակառակ է կենը։ Բայց այդ հզոր Աստված ասում է, ես շնորհք եմ տալիս խոնարհներին։ Երանելի ենք մենք, եթե մենք խոնարհվենք Աստծո առաջ եւ բացենք մեր սիրտը իր առաջ։ Իրականում մենք մեր մեջ ունենք Աստծո Սուրբ Հոգին։ Շատ մի հատ ծեծված խոսք կա, ճիշտ է, էսի ծեծված բառը երևի սխալ ասացի, շատ կրկնված խոսք կա, որ ասում ենք մեր մեջ բնակվում է Աստծո մեռելներից, Հիսուսին մեռելներից հարություն տվողի հոգին, մեր մեջ բնակվում է զորավոր Աստծո հոգին։ Մենք շատ ենք այս խոսք ասել, բայց երևի մենք այս խոսքը այդքան չենք հասկանում։ Իրականում մի հատ sense արտահայտություն կա, ասում են բառերի զորությունը դրանց իմաստի մեջ է։ Այս խոսքը ես մի քանի տարի առաջ եմ լսավ եւ շատ հետաքրքրեց։ Բառերի զորությունը դրանց իմաստի մեջ է։ Եթե մենք կարողանանք հասկանալ սրա իմաստը, թե որն է դրա մեծությունը, որ Աստծո հոգին բնակվում է մեր մեջ։ Մենք կարող ենք պատկերացնել ինչ-որ չափով, թե ինչքան մեծ է Աստված եւ իր այդ հոգին բնակվում է մեր մեջ։ Իրականում Սուրբ Հոգին անսահման է։ Մենք մարդիկը սահմանափակ ենք, բայց Սուրբ Հոգին բնակվում է մեր մեջ եւ Սուրբ Հոգին անսահման է։
Աստված իր անսահման հոգին, իր այդքան մեծ հոգին դրել է մեր մեջ։ Մենք մարդիկս ինչ որ ուժի չափ ունենք, որ կարող ենք հասնել ինչ որտեղ եւ կանգ առնել։ Էլի Աստված է տվել այդ ուժը, բայց մենք անսահման ուժ չունենք։ Կարող ենք հասնել ինչ որտեղ եւ կանգ առնել, բայց մեր մեջ կա Աստծո հոգին, որը անսահման է։ Եվ մենք կարող ենք այդ հոգուն տեղ տալ մեր կյանքում։ Աստծո խոսքում նոր կտականում գրված է, որ Աստված հոգին չափով չի տալիս։ Պատկերացրեք, Աստված իր հոգին տվել է մեզ, եւ նա մի հատ էլ ասում է, որ ես այդ հոգին քեզ չափով չեմ տվել։ Իմ անսահման մեծ հոգին տվել եմ քեզ եւ դա ես չափով չեմ տվել։ Ես քեզ անսահման եմ տվել, իմ ամբողջ հոգին դրել եմ քո մեջ։ Եվ մի ուրիշ խոսքում գրված է, որ ասում է հոգին մի մարեք։ Աստծո խոսքում գրված է, որ հոգին մի մարեք։ Սուրբ հոգու կրակը ձեր մեջ մի մարեք։ Իրականում շատ տխուր բան է, երբ որ մենք իմանանք, որ ինչ որ մեկի կյանքում Սուրբ հոգու կրակը մարեց, կամ գնալով ինչ որ մեկի կյանքում այդ կրակը մարում է։ Մենք պետք է փոխաբերական իմաստով ասած փայտ գցենք այդ կրակի վրա։ Որովհետև այդ կրակը մեր մեջ կարող է բորբոքվել ու երբ որ այդ կրակը մեր մեջ բորբոքվի, մենք այդ ժամանակ զորավոր կդառնանք։ Զորավոր կդառնանք Աստծո կամքը կատարելու։ Զորավոր կդառնանք մեր կոչման մեջ հաստատ լինելու։ Այն ինչ որ Աստված նախասահմանել է, պատրաստել է այդ մեր ծառայությունը, այն կոչումը, որ պատրաստել է, երբ որ մեր կրակը վառվի մեր մեջ, մենք կկատարենք Աստծո ամբողջ նախասահմանությունը մեր կյանքում։ Սուրբ հոգին ունի պտուղներ։ 9 պտուղ ունի՝ սեր, ուրախություն, խաղաղություն եւ այլն։ Այդ պտուղները մեր մեջ կաճեն, կզորանան, երբ որ մենք մեր Սուրբ հոգուն տեղ տանք։ Երբ որ մենք Սուրբ հոգուն տեղ տանք, Սուրբ հոգին մեզ շատ է սիրում, ինքը մտերիմ է մեր հետ։ Ինքը ուզում է մեր կյանքում էլ ավելիով գործի։ Երբ որ մենք իրան տեղ տանք, ինքը էլ ավելիով կգործի մեր կյանքում։ Եվ այդ պտուղները կշատանան մեր կյանքում։ Մենք կարող ենք ջանալ, որ սիրով լցվենք, չգիտեմ, ուժ գործադրենք, ջանք թափենք, որ սիրով լցվենք, խաղաղություն ունենանք, հավատք ունենանք, սեր ունենանք, բարություն ունենանք, համբերատարություն ունենանք, բայց առանց Սուրբ հոգու անհնար է, որտեղ մեր մեջի այդ չար բնույթը, մեր մեջի մեղավոր բնույթը, այդ բնավորության գծերը գլուխ կբարձրացնեն։ Բայց երբ որ Սուրբ հոգին վառվի մեր մեջ, Սուրբ հոգու կրակը վառվի մեր մեջ, այդ բոլոր առաքինությունները կգան մեր կյանքում։ Եսայի 11:2-ում գրված է, որ Սուրբ հոգին գրված է, որ Սուրբ հոգին հանգչեց Հիսուսի վրա, եւ Հիսուսն էլ ասեց, որ այս հոգին ես կգտամ ձեզ, որ ձեզ կմխիթարի։ Եվ գրած է, որ ինչ հոգի է դա։ Իմաստության եւ հանճարի հոգին, խորհրդի եւ զորության հոգին, գիտության եւ Տիրոջ երկյուղի հոգին։ Հանճարի պակաս ունենք։ Սուրբ հոգու մեջ անսահման հանճար կա։ Գիտության պակաս ունենք։ Անսահման գիտություն կա Սուրբ հոգու մեջ։ Իմաստության պակաս ունենք, Տիրոջ երկյուղի պակաս ունենք, որ Տիրոջ երկյուղը նվազել է մեր կյանքում։ Արդեն էլ այդպես չի գործում Տիրոջ երկյուղը։ Սուրբ հոգին անսահման ունի այդ բոլոր բաները։ Մենք պետք է ուղղակի մտերիմ լինենք Սուրբ հոգու հետ եւ թույլ տանք, որ ինքը գործի մեր կյանքում, որ Սուրբ հոգու կրակը վառվի մեր կյանքում։ Եվ վերջում կուզեմ մի բան էլ ասել, որ Աստված այդ մի շատ թանկ պարգև է տվել, որ մենք ամեն օր, ամեն ժամ, ամեն վայրկյան հասանելիություն ունենք դրան։ Իրեն աղոթելը։ Իրականում մեր համար կարող է ինչ-որ ժամանակ սովորական դառնա աղոթքը, որ մենք կարող ենք մեր բերանը բացել եւ աղոթել Աստծուն, բայց դա էլի շատ մեծ, շատ փառավոր պարգև է մեր համար, որ մենք կարող ենք Աստծուն աղոթել։ Բայց քանի որ մենք սահմանափակ ենք, մեր միտքը սահմանափակ է, մեր բառերը սահմանափակ են։ Մենք ինչ-որ ժամանակ մեր մարգինի լեզվով աղոթենք, կանգ կառնենք։ Աստված այստեղ էլ է մեզ սահմանափակությունից դուրս հանել, ստեղ տվել է անսահմանություն մեզ։ Ինքը տվել է մեզ Սուրբ հոգու լեզուները։ Երբ որ մենք Սուրբ հոգով աղոթենք շատ, մենք կլցվենք իրանով։ Գրված է, որ նրանք լցվեցին Սուրբ հոգով եւ սկսեցին լեզուներով խոսել։ Այսինքն Սուրբ հոգով լցվելը եւ Սուրբ հոգու լեզուներով աղոթելը իրար հետ ուղիղ համեմատական են։ Ինչքան որ աղոթենք Սուրբ հոգով, այդքան մենք կլցվենք Սուրբ հոգով։ Գրված է, որ երբ որ մենք չգիտենք ինչ աղոթել, որտեղ մեր միտքը սահմանափակ է, հասնում ենք ինչ-որ ժամանակի մեր իրավիճակի մեջ, որ չգիտենք էլ ինչ աղոթենք։ Որտեղ մեր միտքը սահմանափակ է, մեր մտածմունքները ուրիշ են, կարող են Աստծո կամքի հետ չհամապատասխանել։ Ասում եմ, երբ որ մեր չգիտենք էլ ինչ աղոթենք, Սուրբ հոգին մեր ներսից անբարբար հառաչանքով աղոթում է առ Աստված։ Աստված այստեղ էլ է մեր անսահմանություն տվել։ Սիրելի եկեղեցի, ինչ է կատարվում մեր գծած սահմանից այն կողմ։ Մեր հոգևոր կյանքի գծած սահմանից այն կողմ ինչ է կատարվում։ Այնտեղ սպասում է մեր սիրելի Տերը իր ավելի մեծ զորությամբ, իր ավելի խորը ներկայությամբ, իր ավելի փառավոր շնորհքով,
Եվ այդ շնորհքը մեր մեջ ունայն չի լինի, եթե մենք աշխատենք այդ շնորհքի վրա։ Եկեք կանգնենք աղոթքի։ Շնորհակալ ենք քեզանից, Տեր, որ մեզ տվել ես քո անսահման շնորհքը, Տեր, որ մեզ տվել ես քո փառավոր շնորհքը, Հիսուս ջան, որ մեզ տվել ես քո լիությունը, Հիսուս Քրիստոս։ Մենք փառաբանում ենք քեզ, մենք խոնարհվում ենք քո առաջ, Տեր ջան։ Մենք փառաբանում ենք քո սուրբ եւ մեծ անունը, Տեր, որ տվել ես մեզ այդ շնորհքը, Հիսուս ջան, այդ զորությունը, Տեր։ Այդ զորությունը տվել ես, որպեսզի մենք կարողանանք քեզ հաճելի կյանք ապրել, Տեր ջան։ Թող մենք ել ավելի մուտ գործենք քո ներկայության մեջ, Հիսուս ջան։ Թող ել ավելի խորը գանք քո մեջ, Հիսուս ջան։ Թող մոտենանք քեզ, Տեր ջան, որտեղ երբ որ մոտենանք, դու ել կմոտենաս, Տեր։ Խնդրում եմ, Հիսուս ջան, որ մոտ լինենք քո հոգու հետ, Տեր։ Սուրբ Հոգի խնդրում եմ արի մեր կյանքերի մեջ, թող քո կրակը վառվի մեր կյանքերի մեջ, Սուրբ Հոգի։ Խնդրում եմ, թող քո եկեղեցու մեջ վառվի քո կրակը, Տեր, որ այստեղ հավաքված լինեն, Տեր, որ այստեղ գան Սուրբ Հոգու կրակով վառվող մարդիկ, Տեր, որ իրենց շրջապատում կվառվի այդ կրակը, Տեր, որ մնացած այդ կրակից, Տեր, մնացած այդ կրակից կտաքանան, Տեր, որ մնացածները այդ կրակից կվառվեն, Տեր։ Խնդրում եմ, որ քո կրակը ավելանա մեր մեջ, Սուրբ Հոգի։ Խնդրում եմ, որ ել ավելի մտերմանանք քո հետ, ել ավելի մտերմիկ լինենք քո հետ, Տեր ջան, որովհետև դու հանճարի հոգին ես, դու իմաստության հոգին ես, դու զորության, Տիրոջ երկյուղի հոգին ես։ Մենք դրանց կարիք ունենք, մեր ել ավելի կարիք ունենք թափանցելու այդ բոլոր առաքինությունների մեջ։ Շնորհակալ ենք քեզանից, Տեր, որ դու չես զրկում մեզ, չես զրկում մեզ քեզ մոտ գալուց ել ավելի խորը, Տեր, այլ դու ուզում ես մեր հետ մտերիմ լինել, Տեր։ Մենք երկրպագում ենք քեզ, Տեր, թող մեր ամբողջ կյանքը երկրպագություն լինի, Տեր։ Այս ժամերը անցնում են քո ձեռքերի մեջ, թող քո ներկայությունը, Տեր, ստեղ առատապես լինի, Տեր, թող քո փառքը լցնի այս վայրը, Հիսուս։ Եվ ամեն մեկը ստեղից լեցված գնանք, Տեր, թող մեր երեսները փայլեն ստեղից գնալուց, Հիսուս ջան, քո ներկայությունից։ Թող քո ներկայությունը ստեղ շոշափել լինի, Հիսուս ջան։ Ոչ թե փոքր չափով, Տեր։ Թող մենք անսահմանության ձգտենք դեպի քո մեջ, Տեր։ Շնորհակալ ենք, Տեր, քո ներկայությունը թող լինի այս վայրի մեջ, թող մենք լիանանք այդ ներկայությունից։ Շնորհակալ ենք, փառավոր իմ Աստված։ Ամեն։